Պարոն Սաղաթելյան, այսօր Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց, երեկվա գործողություններին հետևել եք, տեսակետ կա, որ ընդդիմադիր հիմնական օջախները իշխանությունը փորձում է վերացնել ընտրություններին ընդառաջ։ Արդյոք այս տրամաբանության մեջ էր Գյումրիի իրադարձությունները, թե նաև դուք այլ նրբություններ եք նկատել։ Իհարկե, իրենց բոլոր քայլերը ուղղված են դեպի դրան, ոչնչացնել բոլոր դիմադրության օջախները, հանրության մեջ քվեստացած, ինչ-որ շրջանակներ տիրապետող մարդկանց, որպեսզի կարողանան իրենց կարճ խելքով ապահովել իրենց վերարտադրությունը, բայց բռնաճնշումներով, ռեպրեսիաներով, մարդկանց բանտարկելով ոչ կարող քո իշխանությունը երկար պահես եւ իրենք պետք է շատ լավ հասկանան, որ չեն կարողանալու։ Պարզապես իրենք այս իրավիճակում ծանոթ լինելով տարբեր սոցիոլոգիական հարցումների, հանրության տրամադրություններին հասկանում են, որ իրենց այլևս այլ ելք չկա վերարտադրվելու համար, քան փորձել բոլորին պիտակավորել, վարկաբեկել, գործ կարել, սարքել եւ մեկուսացնել, բայց այսպես ինչքան, այսինքն ես միշտ ասում եմ, Հայաստանի բանտերում այդքան տեղ չի լինի, որտեղ ակնհայտ է այս իշխանությունը կորցրել է իր առհասարակ ժողովրդի կողմից աջակցությունը եւ վերարտադրվելու նորից եմ կրկնում, միակ ճանապարհը շարունակում է մնալ սա։ Սրանք այն բաներ էլ չեմ ուզում էլի անդրադառնամ ժողովրդի իշխանություն, ժողովրդավարություն, սրանք ժողովրդավարության թշնամին են պարզապես եւ բացարձակ կապ չունեն ժողովրդավարության հետ, ընդհակառակը, այսինքն Հայաստանում ժողովրդավարությունը եւ ժողովրդի ձևավորված իշխանությունը պետք է պաշտպանենք այս ԿՊԱ-ական հանցագործ ռեժիմից։ Տեսեք, այսօր դահլիճում ԿՊԱ-ականների հիմնական մեխը հետեւյալն էր, որ կաշառք վերցնելու մեջ է մեղադրվում պարոն Ղուկասյանը եւ դուք այն ուժերը, որոնք աջակցում են նրան, այդ ավանդույթի կրողներն եք։ Թող գնանք ԿՊԱ-ական քաղաքապետարանները Երևանից մինչև համայնքային պետական համակարգը եւ կտեսնեն կոռուպցիան ինչ ծավալի է եւ ինչով են զբաղվում։ Ակնհայտ քաղաքական հետապնդում է, այսինքն ինչի մասին է խոսքը, էլի ընդհանրապես։ Մարդը էլ ազգային ժողովի ամբիոնից հրահանգը տալիս է, ուժային կառույցները գնում այդ գործը կարում են եւ իմիջիալից այդ բոլոր քննիչները, դատախազները, ապօրինի կալանքի տանող դատավորները պետք է նկատի ունենան, ես չեմ խոսում են հանցագործ բերետավորների մասին, նրանք միշտ պետք է իշեն իրենք պատասխան են տալու իրենց արածների, մանավանդ ժողովրդին ասում են ձեր դեմքերը ֆիքսվել, բայց մոռանում են, որ իրենց դեմքերը վաղուց է ֆիքսվել։ Այդ բոլորը այս մեծ հանցակցության մաս են կազմում, որովհետև ակնհայտ մարդայելում հայտարարում, սրանք գնում գործը կարում։ Ասելա չէ, տանելու եմ լցնեմ ԱՑ-ի պատվալա ձեզ։ Ասելա չէ, որ շատ կարճ ժամանակ հետո հեռացնելու եմ հանրային կյանքից։ Դրանից հետո սարքել են այս գործը։ Հիմա իրանք ինչ ուզում է խոսեն։ Մարդիկ վերջապես հիմար չեն, չէ՞, ամեն ինչ տեսնում են, հասկանում։ Եթե պարոն Սաղաթելյան, այդ տենց մեթոդներով է իշխանությունը, բոլորին տանում է ԱԱԾ, պատվալն է լցնում, բոլորի վրա գործ է կարում, նշանակում է, որ ընտրությունների ժամանակ ընդդիմությունը հազիվ թե կարողանա ինչ-որ ձևով այս ամենի դեմ պայքարել։ Այսինքն այս մեթոդներով, երբ որ գնում եք ընտրության, մտավախություն չկա, որ օրինակ նույն խոսում են նաև կուսակցություններ չգրանցելու մասին, կուսակցություններ փակելու մասին, ինչպես եք պատրաստվում պայքարել։ Գիտեք, երբ որ խոսք է գնում ընտրության մասին, Հայաստանի հասարակական քաղաքական վերլուծական դաշտում շատերը ասում են դա հնարավոր չի, որովհետև կկեղծվի, որովհետև ձերբակալությունները կշարունակի, իհարկե դա անելու է։ Ինչի որևէ մեկը զարմացած է կամ անակնկալի է եկել, որ ինքը շարունակում է սրբազաններ կալանավորել կամ Վարդան Ղուկասյանին կալանավորեց, այդ իշխանությունը ակնհայտ է ինչ է անելու եւ իր վերարտադրվելու ճանապարհը դա է։ Ընդդիմությունը պետք է գտնի դրան հակազդելու արդյունավետ մեխանիզմներ։ Մենք ունենք արդեն մշակված առաջարկների փաթեթ, որ անկախ քաղաքական տարաձայնություններից, նաև այլ տարաձայնություններից
ով ում նկատմամբ ում հետ ինչ հարաբերություններ ունի, բայց եթե իրականում ինքը գտնվում է ընդդիմադիր դաշտում, կան կետեր, որոնց շուրջ պետք է լիարժեք համագործակցել եւ ստեղծել այդ արդյունավետ մեխանիզմները ամբողջական իշխանության այս ծրագրերը խափանելու եւ ռեպրեսիաներին դիմադրելու, հանրաժեշտության դեպքում նաեւ հակահարված կազմակերպելու համար։ Ես կարծում եմ ընդդիմադիր դաշտի բոլոր միավորները, ովքեր գնալու են ընտրության կամ առհասարակ կապ չունի այստեղ ընտրությունը, պետք է այս հարցի շուրջ ունենան համաձայնություն եւ այս տրամադրությունը կարծես դաշտում արդեն ձևավորված է, բոլորը հասկանում։ Ինչ փաթեթի մասն է խոսքը, այսինքն գործողությունների պլան, գաղափարը, ինչի մասն է։ Առնվազն մի շարք կարևոր հարցերի շուրջ ընդդիմությունը պետք է արդյունավետ համագործակցի ու դրա համար ստեղծի համապատասխան մեխանիզմներ, որտեղ ընդդիմադիր դաշտում կա հսկայական ռեսուրս եւ առնվազն այդ հարցերի շուրջ, այդ օրակարգի շուրջ պետք է լինի արդյունավետ փոխգործակցություն։ Մի քանիսը կարող եմ նշել օրինակ դրանցից։ Խոսքը վերաբերվում է նախ քաղբանտարկյալների դեմ ողված պայքարին, կապ չունի որ թիմից է, որ բլոկից է, եթե իշխանությունների կողմից ենթարկվել է հալածանքի, բոլորս պետք է մի ճակատով պաշտպանենք այդ մարդուն։ Բոլորը այն սպասվող հալածանքներին, որ ակնհայտ է, չէ, որ այս իշխանությունը առաջիկայում նոր ձերբակալություններ է անելու։ Պետք է պատշաճ դիմադրել, դա կլինի փողոցով, դա կլինի համատեղ հայտարարություններով, դա կլինի միջազգային կառույցների վրա ճնշում բանեցնելով, հասկանալով, որ նրանք կանաչ լույս են տվես իշխանություններին, բայց առնվազն պետք է ցույց տալ, որ ակնհայտ քաղաքական հետապնդումը չեք կարող սղացնել կոռուպցիայի կամ փողերի լվացման կամ չգիտեմ ինչի տակ անցկացնել, այսինքն բայց այդ համատեղ հայտարարությունները, գործողությունները ամեն դեպքում իշխանափոխության հազիվ թե հանգեցնեն։ Ես չեմ ասում, որ հայտարարությունով մենք կարող ենք իշխանափոխության, ես ասում եմ, որ ընդհանուր ճակատով պետք է պայքարել այս ռեպրեսիաների դեմ եւ տալ համարժեք քաղաքական հակահարված։ Մենք տեսնում ենք դրա մեխանիզմները, կա խոսակցություն արդեն ուժերի միջև եւ կարծում եմ առաջիկայում մենք մի ամբողջական բան կունենանք։ Գիտեք, շարունակ պետք չի նվնվալ, որ բռնում է։ Գիտենք, որ բռնում է, նոր չի ես բռնելը, 5 տարի է անում է, գործ կարել է, այս ամեն ինչ ես զարմանում եմ։ Հիմա ես տեսնում եմ մարդիկ sense լուրջ տեքստերով բաներ են ասում, որ այդ տեքստեր 5 տարի առաջ ասել ենք, այդ հայտարարությունները 7 տարի առաջ արել ենք, դրան հետևել են գործողություններ։ Ինչ եղել է, այդ դնում ենք մի կողմ։ Գործողություններն էլ են ձեզանից պահանջում, բան Սաղաթելյան։ Դե մեզանից պետք է պահանջեն, հո ես իմ ումից չեմ պահանջելու։ Այդ նորմալ է։ Ես այդ մանր մունել բաներին չեմ անդրադառնում, դեռ դրա իմաստը չեմ տեսնում։ Ես կարծում եմ մենք պետք է գտնենք այլ տարբերակ չունենք ու այդ մասին ոչ թե սա պարզապես հայտարարություն է, կա խոսակցություն եւ այդ ճակատը պետք է ձևավորենք։ Հակառակ պարագայում իրար վրա գլորելով իշխանության ջրաղացին ջուր ենք լցնելու, ինքը շարունակելու։ Իմիջիայլոց Գյումրի այդ հակազդեցությունը շատ կարևոր էր։ Երեք ժողովուրդը շատ հստակ իր քվեն պաշտպանում էր, ու այս իշխանությունը ակնհայտ է, որ անակնկալ եկավ։ Բայց դա չխանգարեց բիրտուժ կիրառել, բերման ենթարկել քաղաքացիներին։ Այսինքն այդ մեթոդներով, եթե նույնիսկ պաշտպանում են, իշխանությունը դիմում է իր Իսկ եթե դա լիներ ավելի մեծ ծավալի, իսկ եթե դա լիներ միաժամանակ Երևանում եւ Գյումրիում, գուցե չկարողանային միշտ նաեւ իմ փորձից եմ ասում անցնող 5 տարվա։ Եթե լինում է ցանցային, եթե հակազդեցությունը լինում է ուժեղ, իրենք չեն համարձակվում այդ ծավալի ուժ կիրառել։ Նույնիսկ փողոցային պայքարի ժամանակ, որ խաչմերուկում քիչ էինք, ջարդում էին, որ խաչմերուկում շատ ենք, խելոք հետևում էին մեր քայլերին ու գործողություններին, որովհետև կա մի քանակ, որ իրենք չեն կարողանում այդ իրենց բերտ մեթոդներով։ Ոստիկանական ուժերը կենտրոնացած էր Գյումրի, եթե մեկ այլ տեղ ինչ-որ մի բան Իհարկե դեպքեր ունենք, երբ որ տեսնում են ճարչիկա կրակում են։ Կրակել եմ 22 թվականի հունիսի 3-ին, կրակել եմ 24 թվականի հունիսի 12-ին, այս իշխանությունը, սրանք այրան մեջ թաթախված են ոտից գլուխ ու աչք չեն թարթում, հայ արում փողոցում թափելու եւ արել են դա, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է օրինական միջոցներով խաղաղ անznազանության նաեւ բիրտ
ուժով սրա դեմ առնենք, որտեղ իշ ճանապարհ ես չեմ տեսնում։ 26 թվականի ընտրություններն ընդառաջ միայն ընդհանուր կոնսոլիդացիա ապահովել ձեր նշած խնդիրների հետ կապված, թե հնարավոր է ընտրական գործընթացին էլ միասնական դաշտով մասնակցեք, պարոն Սաղաթելյան, եւ ընդհանրապես պարզ է դաշնակցությունը ինչ է անելու, ինչպես է մասնակցելու։ Դաշնակցության մասնակցության ձևաչափի մասին մենք խոսանք հունվար-փետրվար ամիսներին, իսկ ընդհանուր դաշտի տրամադրությունը նա է, որ պետք է գնել մի քանի խոշոր բլոկներով։ Այս փուլում նաև ակնհայտ է, որ նախընտրական այլևս փուլ ենք կամ նախընտրական տարի ենք եւ դաշտի շատ քաղաքական ուժեր գնում են դիրքավորման, իրենց դիրքերը եւ ազդեցությունը ուժեղացնելու, կառույցներ ստեղծելու եւ ինչ-որ պահից նաեւ կսկսվի բանակցությունները տարբեր ուժերի միջեւ, այստեղ շատ մեր համար մտահոգ չեն հանգամանքը, որ ընդդիմադիր դաշտում գործող են քաղաքական ուժերը, ովքեր հնարավորություն չունեն եւ ակնհայտ է, որ շեմը չեն հաղթահարելու, առնվազն նման փոքր ուժերը պետք է միմյանց հետ միավորվեն, որպեսզի ուժեղանան եւ կարողանան այդ շեմը հաղթահարել։ Հակառակ պարագայում, գիտեք, ընդդիմադիր դաշտի այդ քվեները ըստ էության կփոշիացվեն։ Այս իմաստով բավականին լայն աշխատանք կա դաշտում անելու եւ անելու ենք, խոսում ենք, քննարկում ենք տարբեր բանակցություններ ընթանում լայն ֆորմատով։ Չէ, ես չասեցի բանակցություններ են գնում լայն ֆորմատով ընտրություններին մասնակցելու, բայց ընդհանուր ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի միջև խոսակցություն կա արդյունավետ մեխանիզմներով։ Ես էլ չեմ տեսնում, որ հնարավոր է մի ցանկով բոլոր ուժերը մասնակցեն, այսօր դա հնարավոր չի։ Իմիջիալս չգիտեմ դրա արդյունավետությունն էլ որքան է արդյունավետ, որովհետև ակնհայտ է, եթե մի քանի ուժեր են աշխատում, նախ տեղի ունենում նաև մրցակցություն, եւ երկրորդը մեր հանրության մեջ կան տարբեր շերտեր, որ եթե այս ուժին չեն քվեարկում, այլ ընտրանք փնտրում են, եւ եթե դաշտում գործող ուժերը այդ այլ ընտրանքը ներկայացնան, գուցե այդ մարդկանց քվեարկեն։ Նրանք, ովքեր ընտրության չեն գնում, այդ պարագայում կգնան, այսինքն ամբողջ ընդդիմադիր դաշտը նույնացնել կամ մի ցանկով գնալ, միավորվել, դա հնարավոր չի եւ դրա վրա ժամանակ ծախսել այս պահին անիմաստ է, բայց որ պետքա խոշոր բլոկներով գնալ ու միմյանց օգնել ու համագործակցել մի քանի կարևոր հարցերի շուրջ, դա կենսական անհրաժեշտ է։ Ինչալից ոմանք հեգնում են, որ դուք Գյումրիի օրինակն եք բերում կոնսոլիդացիայի ուժերի, բայց հիմա տեսեք ինչ եղավ Գյումրիի հետ։ Գիտեք, հենց Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչը անում է հենց դրա համար, որ կոտրի մարդկանց տրամադրությունը, որ ասի, գիտեք, ինչ էլ անեք, միևնույն է, ես իշխանություն չեմ տալու։ Ինքը այս ամեն ինչը անում է, որպեսզի վաղ շաբաթում մարդիկ չգնան ընտրության։ Պետք չի նրա թեզերը բերել այս դաշտ ու հիմնավորել սրա առածները, ընդհակառակը։ Պետքա դիմադրություն ցույց տալ, հակազդեցություն ցույց տալ ու ապացուցել, որ սենց երկար չես կարող գնալ։ Ինքը ինչի արել է, որ հենց այդ նույն մարդիկ ասում տեսակ, որ չստացվեց։ Հիմա այսինքն եթե տրամաբանության մի լավ պարզ բան ասեմ, էլի ձեզ։ Ինչ են առաջարկում տեղը։ Մտ ուզում եմ հասկանամ, էլի, ինչ են առաջարկում։ Ես տեսել եմ երեկվա այդ ստատուսները, էլի չգիտեմ ինչ։ Լավ, ինչ է, այլ ընտրանք ինչ է առաջարկում։ Ակնհայտ է, չէ, որ որևէ առաջարկ չունեք, որևէ բան չեք անելու ու հիմիկվանից էլ սկսելու եք թիրախավորել այդ ընտրական process-ը, միևնույնն է բան չի փոխվի։ Է Նիկոլն էլա չէ նույնը ասում։ Ինչ են ասում իրանք 50+1 խփելու են, որևէ բան չի փոխվելու։ Լավ, եթե մենք այտենց ենք անում, արդյունքում ինչ է լինելու։ Շատ մարդիկ էլ ասելու են, նաև ընդդիմադիր, որ ընտրությունով բան չի փոխվելու, սաղ էլ նույնն են, մեկը բան չի փոխվի ու ընտրության չգնան։ Իսկ եթե մարդիկ քիչ գնացին ընտրության, այո, այս իշխանությունը վստահ վերարտադրվելու է։ Որովհետև ինքը ունի ինչ-որ մի ընտրազանգված, որոնք գնում են ընտրության, իսկ այս դաշտում, եթե ընդդիմադիրներ ընտրությունով փոփոխության այդ հույս չկապեցին, այդ ճանապարհն էլ ենք փակում։ Օրինակ դուք լսել եք, մենք մի անգամ ասենք, որ փողոցով հնարավոր չի, այլ տարբերակներով հնարավոր չի։ Մենք չենք ասում դա, մենք ասում ենք դրանք էլ են հնարավոր տարբերակներ, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք։ Բայց մենք միաժամանակ ասում ենք, եթե հասանք ընտրության, ու այդ ընտրությունը պետք է պատրաստվել հիմիկվանից, եթե գնում ենք ընտրության, այո, մենք դա էլ ենք դիտարկում իբրև հնարավորություն։
Եթե այս գլխից այդ հարցն ենք փակում, ասում ենք, չէ, Նիկոլը հաստատ ընտրվելու է, վերարտադրվելու է։ Լավ, ինչ ենք առաջարկում այս մարդկանց։ Էսա մեր եւ իրենց ասացի տարբերությունը եւ պետքա լրջանալ, հերիքալ նվնվալ։ Մենք մի շաբաթվա մեջ 5 համայնք ենք այցելել։ Գնացեք, խոսեք մարդկանց հետ, ներկայացրեք ձեր ծրագրերը։ Այս նախկին ներկան էլ թողեք, որովհետեւ ամոթ է ես, այսինքն այս նոր ուժերի մյուս խնդիրն էլ դա է։ Միջելոց սրան էլ եմ ուզում անդրադառնալ։ Այսինքն հայտ էս անում քաղաքականության մեջ հրաշալի է։ Կարողանում ես նոր առաջարկ ձևակերպես հանրությանը քո հետևից մարդ տանես։ Հրաշալի է, մենք անկեղծ ուրախ ենք։ Բայց այն առաջի ելույթը, որ ես նախկինների հետ կապ չունեմ, նախ եթե դու մտար այդ օրակարգ, որ նախկինների հետ կապ չունես, նախկինները բոբոյ են, քեզ շատ արագ սարքելու են նախկին, որովհետև դու 18 թվից հետո չես ծնվել։ Իսկ եթե դու դարձար այսինքն նախկինները արդեն բոբոյ էին, քեզ կդարձնեն նախկին ու դու քո կարիերան ավարտեցիր։ Այսինքն տարական բանը ոնց կարելի է չհասկանալ, էլի։ Մարդը տեսնում ես նոր ուժ աներկայացրել, բայց նախկինում պաշտոն է զբաղեցրել։ Եթե տենց է, ես նախկինների ժամանակ պաշտոն չեմ զբաղեցրել։ Բայց իրենք զբաղեցրել են ոնց որ, ու բավականին էլ բարձր։ Այսինքն նախկին։ Իսկ եթե նախկին եք փնտրում, դաշնակցությունից նախկին չկա, 135 տարվա կենսագրություն ունենք։ Այսինքն այս Նիկոլի օրակարգը վերցնել, այսքան մնալ այս օրակարգի տակը, նախկինում վատ բաներ եղել է լիքը։ Խոսեք բարքերի մասին, խոսեք երևույթների մասին։ Այսինքն ոնց կարելի այդքան ներողություն կուտը ուտել ու մտնել նոր թազա Նիկոլի օրակարգի մեջ ու գնալ դեպի լրիվ սխալ ուղով։ Մենք անկեղծ հիմա քանի անհատ հայտարարեց նոր ուժի ստեղծման մասին։ Մենք անկեղծորեն շահագրգռված ենք, ու եթե այդ մարդիկ կարողանան հաջողել, թող հաջողեն։ Այստեղ էլ որ մեր ասածը ձևափոխում են, որ իբր ասել ենք, այս երկու բլոկից բացի ուրիշ ուժ չկա նոր ձևով, բայց մենք այդ չի եղել ձևակերպում, ասել ենք, այս պահի դրությամբ այս ուժերն են դաշտում կայուն էլեկտորատ կարծես թե ունեն ու աջակցություն կլինեն մյուսները, ովքեր կհաջողեն, մենակ ուրախ ենք։ Հետևաբար մենք ոչ միայն հարց չունենք, խանդ չունենք, կոնֆլիկտ չունենք, այլ ախպեր ոնց բացատրեմ, ուրախ ենք։